մենք հիմա համարվում ենք туриզմի կենտրոն, զբոսաշրջության կենտրոնն է մեր քաղաքը համարվում։ Մեր քաղաքը շատ բարձր վարկանիշ ունի туриզմի այցելուների բնագավառում, այս պահին կարող եմ ասել, տարեցկարի առողջարանների զբաղվածությունը տոկոսային հարաբերության բարձրանում է, որովհետև այո, մենք ժամանակ ա եղել, որ ընդհանրապես ոչ սեզոնին մենք համարյա մարդիկ չենք ունեցել տուրիստներ։ Իսկ հիմա տեսեք ինչ հրաշայթ առողջարան է կառուցվում եւ նաեւ այն հույսով, այն դինամիկայով, այն լրիվ սա խայաթն է, որ ուսումնասիրել են քաղաքի պատմությունը, այցելուների թիվը եւ սենց մեծ ներդրում են արել։ Սա հույս է, որ այո, մենք շատ այցելուներ ենք ունենալու, քաղաքը եւ շատ զարգանալու է։ Իսկ ովքեր են ներդրումներ անում հիմնականում ջերմուկում։ Ներդրողները մեր երկրացին է, Սամվել Սարգսյանն է, մենք ունենք Արսենյան Աշոտ ներդրող, մենք ունենք Էլիտ գրուպը ներդրող, Մկոյան Արմեն, մենք շատ մարդիկ ունենք, մենք ունենք ռուսներ, Ռուսաստանից ներդրողներ, հյուրանոց են կառուցում։ Ունենք Օլիմպիայի սեփականատերերը ներդրում են անում հյուրանոցներ վերանորոգել։ Հիմնական մեծամասնությունը տեղաբնակներն են ներդրողները։ Մեծ գումարները։ Հանգստացողների դժգոհությունը այն է, որ գնային առումով շատ բարձր է ջերմուկում, թե առհասարակ Հայաստանում, կարծում եք համաչափ են գները մատուցվող ծառայություններին եւ առհասարակ։ Ես բազմից անդրադարձել եմ այդ հարցերին եւ ապացուցել եմ, որ դա իրոք համատած մյուս առողջարանային քաղաքներին, համատած մյուս երկրներին, այո, մեր մոտ շատ դաժե կարելի ասել էժան է գնային քաղաքականություն։ Մենք ունենք գնային քաղաքականություն, այո, մենք ունենք ամենացածր հարմարավետ սենյակներից մինչև ամենաբարձրակարգ VIP սենյակներ, որոնք բարձր է բնական ծառայություններ, սպասարկում, ապելում։ Իսկ եթե այսօր Արմենիայից ասեմ, եթե 20,000 դրամը օրը 3 անգամ սնունդ, բուժական բոլոր պրոցեդուրաները, հենց մենակ անալիզները, ամբողջ այլյան անալիզները վերցրել, պատկերացնում եք ինչ գինա։ Եթե Երևանում ես 2 օր առաջ անալիզ եմ տվել 80,000 դրամ անալիզների համար գումար եմ վերցրել։ Իսկ այդ 20,000 դրամի մեջ մտնում անալիզները, սնունդը 3 անգամ, գիշերակացը եւ լրիվ այդ բուժական պրոցեդուրաները, այսինքն սա սպասարկում, մասաժ, վաննաներ, տոր, այդ ամեն ինչը։ Եթե դուք համարում եք 20,000 դրամ օրեկան դա շատ թանկ է, իսկ ովքեր են այստեղ հիմնականում հանգստացողները, տեղացիներ, թե մենք հիմա ռուսներ շատ ունենք, ասեմ, գիտեք, ուրախալի է, որ այս օդանավի գները, սա օդային գիծը բացվելուց հետո, գները կարգավորվելուց հետո մենք շատ արդեն դրսից մարդիկ ենք ունենում։ Մենք արտասահմանցել ենք շատ հյուրեր ունենում, հիմնական Ռուսաստանից են շատ գալի, մեքենաներով են շատ գալի, բայց մեծամասնությունը մեր տեղաբնակներն են։ Վերջերս նաև կառավարության որոշումից հետո, երբ որ խաղատները Երևանից հանվեցին եւ տեղաբաշխվեցին Երևանում, Սևանում, Ջերմուկում, հանգստյան քաղաքներում, դա ինչ որ ձևով նպաստել է այցելուների եւ առհասարակ туриզմի։ Առայժմս չէի կարող ասել, որովհետև դեռ մենք չունենք այստեղ խաղատները, դեռ կառուցված չունենք, չգիտեմ, բայց կկառուցվեն։ Չգիտեմ ինչ ձև դա կազդի մեր քաղաքի պետական զարգացման վրա, բայց կկառուցվեն ու տեսնենք։ Այս քաղաքը գալիս է մեր ջրի համար, մեր բուժիչ հանքային ջրերի համար։ Մեր շեշտը մենք դրել ենք մեր հանքային ջուրը, սա կուրորտային, առողջարանային քաղաք է։